նրանք զոհ գնացին շարժվելով իրենց երազանքի հետևից, ազատ, անկախ պետություն ունենալու երազանքի հետևից, բայց մեր հայրիս, մեր ժողովրդի շուրջ կուտակված թշնամանքը, ատելությունը վերեց հանգեցրեց մարդկության պատմության ամենադաժան ոճրագործությանը, հայ ժողովրդի ցեղասպանությանը։ Եվ ինչ պետք է անենք մենք հիմա այս կետում, 2026 թվականին, երբ ըստ էության ունենք ազատ, անկախ պետություն, Հայաստանի Հանրապետություն, միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի Հանրապետություն։ Ունենք այն երազանքը, որի հետևից գնում էին մեր հայրենակիցները եւ այդ երազանքի հետևից գնալու ճանապարհին ցեղասպանվեցին։ Որն է լավագույն հարգանքը, ոգեկոչումը մեր հայրենակիցների այս դեպքում։ Միթե այս պետության հզորացումը չէ։ Միթե մեր շուրջ եղած ատելությունը, թշնամանքը վերացնելը կամ առնվազն կառավարելը չէ։ Միանշանակ դա է։ Միանշանակ դա է լավագույն հարգանքը եւ ոգեկոչումը մեր հայրենակիցների։ Եվ ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել կրկին երեկվա միջադեպի վրա, երբ որ մենք այրում ենք հարևան երկրի դրոշը։ Ինչ ենք մենք անում դրանով։ Արդյոք չենք կուտակում ատելություն մեր շուրջ, կուտակում ենք միանշանակ։ Արդյոք դրանով ավելի ենք ուժեղացնում մեր պետությունը, չենք ուժեղացնում միանշանակ։ Եվ ուրեմն ինչի մասին են այդ գործողությունները։ Եթե մենք ավելի ուշադիր նայենք, կտեսնենք, որ այդ գործողությունները մեր երկիրը թուլացնելու մասին են, որ այդ գործողությունները կազմակերպված են քաղաքական ուժերի, կուսակցությունների կողմից, որոնք իդեպ ուզում են Հայաստանում գալ եւ իշխանության մանդատ ստանալ, իշխանության կամ ընդդիմության կապ չունի։ Եվ սա առավել քան դատապարտելի է։ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շուրջ ատելության կուտակելու փորձերը առավել քան դատապարտելի են։ Եվ եւս մեկ անգամ մենք պետք է գիտակցենք, որ ցեղասպանությունը զոհ գնացած մեր հայրենակիցները գնում էին ազատ եւ անկախ պետություն ունենալու իրենց երազանքի ետևից, իրենց երկիրն այրին ունենալու ետևից։ Եվ այսօր մենք ապրում ենք այդտեղ։ Մենք ապրում ենք նրանց երազանքում։ Մենք ապրում ենք նրանց երազած երկիրն այրիում։ Եվ պետք է թույլ չտանք, որ մեր պետությունը վտանգի ենթարկվի, մեր շուրջ ատելություն կուտակվի։ Որովհետև մենք, կրկնում եմ, ունենք ազատ, անկախ Հայաստանի Հանրապետություն, եւ սա է հարգանքը, ոգեկոչումը ցեղասպանության մեր զոհերի հիշատակին։ Խոնարհումս բոլոր զոհերի հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվել են, որ մենք այսօր ունենանք Հայաստանի Հանրապետություն, ազատ, անկախ պետություն։